Բարև ձեզ։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը եւ այսպես կխնդրեմ մանրամասն անդրադառնանք առիթ չենք ունեցել ընտրություններից հետո ձեզ ասել, հենց ընտրության օրն էինք մենք տաղավարում ու դուք եթերի ռեժիմով դուք եկաք մեր տաղավար եւ խոսում էիք, բայց մենք տեսանք ընտրության օրվան նախորդող բռնաճնշումները, կալանավորումներ, ձերբակալություններ։ Միայն ընտրության օրը 700-ից ավելի մարդու է ձերբակալել։ Ընտրությանը հաջորդեցին հերթական այսպես հավեկումները, այս ամենի հետ կապված խնդրեմ ձեր տեսակետը ինչով էր պայմանավորված, որպեսզի ձեզ չընդհատեմ նաև այս ամենը նաև ամփոփվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտառակ որոշմամբ, սա ինչի դրսևորում է այս ԲՀԿ-ի եւ առհասարակ իրապես էլի հայ մարդու ընտրության դեմ այսպիսի խայտառակ եւ ամոթալի քայլերի վերաբերյալ։ Տեսեք, ուրեմն ընդհանուր առմամբ Հայաստանում շատերը կարող են ասել, որ ընտրությունները միշտ էլ անցել են այսպիսի ձևով, այսինքն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, որը ինչ-որ իմաստով հասկանալի է, բայց այս ընտրությունները այնուամենայնիվ տարբերվեցին նախորդ ընտրություններից մի շարք գործոններով։ Առաջին անգամ այս ընտրություններում բացի ներքին կյանքում արկա քաղաքական խաղացողներից ակտիվ միջամտեցին նաև դրսի խաղացողները։ Շատ կարևոր էր, որ այսինքն մենք հիմա արձանագրենք, որ այս ընտրություններում մասնակցում էին նաև Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Եվ բոլորի համար տեսանելի էր, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան, Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի աջակցում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, թիմին, Ռուսաստանը աջակցում էր Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին։ Այսինքն առաջին անգամ հայաստանյան ընտրությունները անցավ այն տիրույթում, ինչպես որ նախկինում անցել էր Վրաստանի ընտրությունները եւ Ուկրաինայի ընտրությունները։ Ինչը ենթադրում է, որ Վրաստանի, Ուկրաինայի օրինակով Հայաստանը կարող է գնալ հենց այդ ճանապարհով։ Այդ ճանապարհով գնալ դա նշանակում է Հայաստանը հայտնվել շատ ֆունդամենտալ ցնցումների մեջ, որովհետեւ երբ որ բացի ներքին կյանքի խաղացողների հակասության բացի առաջ է գալիս նաև արտաքին խաղացողների հակասությունը, անխուսափելիորեն այդ երկիրը հայտնվում է այսպես կոչված ուկրաինացման process-ի մեջ։ Ինչ եղավ Ուկրաինայի հետ մենք հիմա տեսնում ենք, ըստ էության Ուկրաինան 2013-14 թվականներից հետո երբ որ Մայդանը սկսվեց այնտեղ, դրանից հետո Ուկրաինան հայտնվեց պերմանենտ պատերազմի մեջ 14-15 թվականներին, հետո նորից 22-21-22 թվականներին նորից երկրորդ փուլը եղավ պատերազմների, որի արդյունքում փաստացի կարելի ասել, որ այդ երկրում մոտավորապես 45 միլիոնից բնակչությունից մոտ 10 միլիոն ժողովուրդ արդեն փախել է այդ երկրից, մոտավորապես 1,7 միլիոն մարդ կամ զոհվել է, կամ անհետ կորել է, կամ գերերված վիճակի մեջ է, եւ Եվրոմիության անդամ դառնալու փոխարեն այդ երկիրը հայտնվել է 7-րդ դարում, որտեղ ըստ էության մարդկանց կարող են առևանգել կամ բռնել, ֆրոնտ ուղարկել հենց փողոցներում, երբ որ տղամարդիկ խուսափում են հրապարակային փողոցներով դուրս գալ, երբ որ մարդիկ չգիտեն թե իրենց վերջը ինչն է լինելու եւ արդեն մարդկանց մոտ առաջացել է ֆունդամենտալ հուսահատություն, երբ որ համատարած ռմբակոծվում է այդ երկիրը եւ դրա զուտ գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ այդ երկրի ղեկավարները որոշեցին խաղարկել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակասությունը, փորձելով այդ հակասության մեջ իրենց անձնական շահը գտնել։ Նույնը այսօր կատարվում է Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Նիկոլ Փաշինյանը ուզելով ցանկանալով թե չցանկանալով ինքը ներքաշել է Հայաստանը այդ process-ի մեջ, որի արդյունքում Հայաստանը լուրջ վնասներ է կրելու։ Առաջին փուլը իշխանության փուլում մենք կորցրեցինք Արցախը, երկրորդ փուլում սպասվում է արդեն Հայաստանից մեծ զիջումներ։ Թե ինչպիսին կլինեն այդ զիջումները, ինչպիսի կորուստներ կունենա Հայաստանը, պարզ կերևա արդեն մոտ ժամանակներս, որովհետև այս ընտրություններից Թուրքիան ակնկալում էր, որպեսզի Հայաստանը գնար զիջումների իր համար, Ադրբեջանը ակնկալում էր, որ իր համար զիջումների գնար, Արևմուտքը ակնկալում էր, որ Հայաստանը ավելի արմատական քայլեր կատարի Ռուսաստանի դեմ, որովհետև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների մեջ գրեթե կիսապատերազմական վիճակի մեջ է։ Եվ վերջապես Ռուսաստանը ունի մտավախություն, որ Հայաստանը փաստացի կարող է, այսպես ասած, դավաճանել իրեն, եւ ինքը փորձելու է, այսպես ասած, տարանջատել Հայաստանին եւ այն պրեֆերենցիաները, որ ունի Հայաստանը տնտեսական հարաբերությունների մեջ, իջի կանի, որպեսզի Հայաստանը հայտնվի ծանր վիճակի մեջ։ Բայց սա առաջին մասն է, երկրորդ մասը արդեն գալիս է անվտանգության խնդիրը, որովհետեւ
բոլորի համար պարզ է, որ ոչ Արևմուտքը, ոչ Միացյալ Նահանգները որևէ անվտանգության երաշխիք չեն տալի Հայաստանին, իսկ եթե Հայաստանը զրկվի Ռուսաստանի անվտանգության երաշխիքներից, ապա ինքը հայտնվել է վակուումի մեջ, որտեղ արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանը դա լինելու է սկուտերի վրա նվեր, որը օբյեկտիվորեն կարող է այդպես ստացվել այս իշխանության հետագա քայլերի արդյունքում։ Սա է ամբողջ խնդիրը, այսինքն սա միայն արտաքին գործոններ է։ Կան նաև ներքին գործոններ։ Ինչով էր պայմանված ներքին գործոնները։ Ներքին գործոնները պայմանված նրանով, որ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը գնաց բացահայտ ընտրակեղծիքների, ընտրակաշառքի ձևով։ Իհարկե այսօր նրանք այսպես ասած բարձրն են բղավում ընտրակաշառքների անթույլատրելի լինելու մասին, բայց ըստ էության ընտրակաշառքի մեջ ամենաշատ ներքաշված է հենց այս թիմը, որտեղ իրենց ձեռքում էր պետական լծակները, իրենց տասովշիկները անարգել աշխատում էին այդ ուղղությամբ, եւ սա արդեն առանձին թեմա է, առանձին վերլուծության թեմա է, որը միգուցե արժի ավելի մանրամասն ներկայացնել։ Մեղադրում է նախագահ Քոչարյանին, ոչ թե մեղադրում է, այլ նախագահ Քոչարյանին, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը վախի մթնոլորտից են խոսում, վախի մթնոլորտը ձեր ուղեղներում է, դուք պետք է վախենաք, Տեսեք, եկեք տարանջատենք խնդիրի հետևյալն է։ Իրենք այսօր ամենաբարձրը խոսում են ընտրակաշառքների մասին, բայց իրականում ամենամեծ ծավալ ընտրակաշառքները իրանք են իրականացրել։ Ինչ է դա նշանակում։ Հիմա տեսեք, ընդհանրապես մինչև 2018 թվականը ցավոք սրտի մեր հասարակության, մեր ընտրողների մոտավորապես 15-ից 20%-ը ըստ էության չունի որևէ տեսակետներ, որևէ հայացքներ, որևէ քաղաքական կողմնորոշումներ եւ ընտրություններին սպասելիս գնում է ընտրակաշառքով է իր ձայնը վաճառում։ Դա ողբերգություն է մեր համար, դա վատ ավանդույթ է ձևավորված է, դա պայմանավորված է նաեւ մեր ժողովրդի ցածր կենսամակարդակով, բայց այնուամենայնիվ մենք պետք է արձանագրենք, որ նման բան կա։ Դա կար մինչև 2018 թվականը, դա կար 18 թվականից հետո։ Պարզապես երբ որ այս իշխանությունը գալիս, երբ որ այս մարտիկ գալիս են իշխանության, նրանք հրապարակավ խոստանում են, որ ընտրակաշառքը պետք է վերացնեն եւ ամեն ինչ կանեն, որ այլևս Հայաստանում ընտրություններ անցնեն ազատ եւ արդար ճանապարհով։ Եվ իրոք 2018 թվականի ընտրությունները առաջին անգամ էր, որ ընտրակաշառքի գործոնը կարելի ասել խաղից դուրս եկավ։ Եվ բոլորը մտածում էին, որ այո, այս իշխանությունը շատ բացասական կողմեր ունի, բայց գոնե մի հարցում ինք ունի մի դրական բան, որ իր ժամանակ այլևս ընտրությունները չեն կեղծվի, ինչպես որ նախկինում կար։ Հիմա փորձենք բաղադրիչը բացենք, թե ընդհանրապես իշխանությունը ինչպես է ընտրությունները կազմակերպում։ Ուրեմն ընտրազանգվածի տեսակետից իշխանության համար կա 3 մակարդակի ընտրազանգված։ Առաջինը դա օրգանիկ ընտրազանգված, այսինքն ընտրազանգված, որը անկեղծորեն հավատում է իշխանությանը։ Այդպիսի զանգված ուներ թե նախկին իշխանությունը, թե ներկայիս իշխանությունը, այսինքն մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են Փաշինյանին եւ համոզմունքով գնում են ընտրում են։ Դա մոտավորապես 250-ից 300,000 մարդ է։ Երկրորդ ընտրազանգվածը, դա այսպես ասած վարչական ռեսուրսով մարդիկ են, որոնք աշխատում են պետական ծառայությունում, աշխատում են պետական համակարգերում, ինչ պատճառներով բաց է իրենց հրապարակային իրենց աշխատանքը եւ այնտեղ ձևավորված է միջավայր եւ իրենք ստիպված գնում են ընտրում են իշխող ուժին։ Անկախ տնից այդ իշխող ուժը, ես այսօր կլինի Նիկոլ Փաշինյանը, կընտրեն Նիկոլ Փաշինյանին, վաղը կլինի Քոչարյանը, կընտրեն Քոչարյանին, մյուս օրը կլինի, չգիտեմ, Սամվել Կարապետյանը, կընտրեն Սամվել Կարապետյանին։ Այսինքն մոտավորապես 200,000 մարդ դա այսպես ասած վարչական ռեսուրսով կազմակերպված ընտրազանգված է։ Եվ վերջապես երրորդ զանգվածը մոտավորապես 250-ից 300,000 մարդ։ Դրանք այն մարդիկ են, որոնք ընտրում են պարզապես գումարով։ Ցավոք սրտի դա ողբերգություն է, բայց փաստ է, որ դա կա։ Քանի որ այդ գումարով ընտրող մարդիկ կան, քաղաքական ուժերը հիմնականում ձևավորում են իր մեջ նաև այսպես կոչված տասովշիկների դասակարգ, որոնք պետք է այսպես ասած կազմակերպեն այդ մարդկանց գումարով ընտրելու բանը։ Դա խայտարակ վիճակ է մեր ժողովրդի համար, դա ողբերգական վիճակ է։ Դրա մասին շատ հրապարակային ոչ մեկ չի ասում, բայց դա իրականություն է։ Ցավոք սրտի իրականություն է, որը այսպես ասած մեր օրերին ինքը ոչ միայն բարոյալքում է մեր հասարակություն, այլ նաև ֆունդամենտալ շեղում եւ ազդում է ընտրության արդյունքների վրա։ Եվ
21 թվականին արդեն իշխանությունը օգտագործեց այդ գործոնը եւ ըստ էության իր իշխանությունը 21 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ հավաքեց 53%, ինքը օգտագործեց բացի իր կողմնակիցներից, որ մոտավորապես 250,000 էր, կար նաեւ ընտրազանգված, որոնք վարչական ռեսուրսներով էին գալիս, դա եւս գալիս է 450,000, եւ վերջապես այն մարդիկ, որ կաշառքով են ընտրություն կատարվում, այդ մարդիկ միացան եւ իշխանությունը 21 թվականին ստացավ մոտավորապես 700,000 ձայն, այսինքն 678,000 ձայն։ Այն ժամանակ ինչի այդ ընտրակաշառքի մասին մեծ աղմուկ չկար, որովհետեւ այն ժամանակվա ընդդիմությունը եւ այն ժամանակվա իշխանությունը հիմնական իրենց պայքարը գաղափարաքաղաքական տիրույթում էր, այսինքն երբ որ իշխանությունը ունի շատ վառ արտահայտված քաղաքական ֆրոնտ օֆիս, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը դա վառ արտահայտված քաղաքական ֆրոնտ օֆիս ունեցող քաղաքական թիմ է։ Երբ որ ինքը խոսում է քաղաքական ձևակերպներով, ընդ որում մարդկային լեզվով է խոսում, դեմոկրատական սլենգով է խոսում, հասարակության մեծ մասին թվում է, թե այդ խոսույթը ըստ էության չի կարող ենթադրել իր նաև զուգահեռ ընտրակաշառքի գործոն, որի մեջ կա որոշակի տրամաբանություն, եւ դրա համար ոչ մեկի մտքով չի անցնում, որ նման բան կարող է լինել։ Նախորդ իշխանությունների ժամանակ, քանի որ վարչաբյուրոկրատական խոսույթ էր, եւ մարդիկ չէին հավատում, որ այդ վարչաբյուրոկրատական խոսույթով կարող է մեծ զանգված ունենալ, մարդիկ հակված էին մտածել, որ ըստ էության ընտրակաշառքը հիմնական դեր է կատարում։ Բացի այդ, նախորդ իշխանությունների ժամանակ ընտրակաշառքի գործոնը համարյա լեգիտիմ բնույթ էր կրում, այսինքն ոչ մեկին թույլ բոլորը աշխատում էին, բոլորը օգտագործում էին այդ բանը եւ ոչ մեկին չէր խոչում։ Խաղի կանոն։ Հիմա այս իշխանության պարագայում ինքը հրապարակավ արգելելով հրապարակային մակարդակով ընտրակաշառքը, դե ֆակտո ինքը միայն իրեն թույլ տվեց, որ ինքը այդ ընտրակաշառքի գործոնը օգտագործի։ Ինչ կատարվեց այս ընտրությունների ժամանակ, ինչը ոչ մեկ չէր կանխատեսում, ոչ սոցիոլոգները, ոչ վերլուծաբանները։ Մարդիկ չէին արձանագրել, որ 21 թվականի ընտրությունների արդյունքում այս իշխանությունը վերարտադրվել նաև ընտրակաշառքի գործոնով։ Դա նաև նախկին ընդդիմության մեղքն էր, որտեղ այդ գիտակցությունը որ իրանք էլ չէին ֆիքսում դա։ Եվ փաստացի 21 թվականին ինչեր այդպես, որտեղ 21 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը եւ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը մոտավորապես հավասար էին։ Երկուսն էլ մոտավորապես 250,000 մարդ մոտավորապես նույն ձևի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը հավասար էր, դրան պարզապես Նիկոլ Փաշինյանի ավելացրեց 200,000 վարչական ռեսուրսը եւ եւս 250,000 ընտրակաշառքը, որի արդյունքում ինքը հավաքեց 700,000 ձայն։ Այսինքն այդ քանի որ ինքը արդեն գիտեր, որ երաշխավորված հաղթում է, իրեն կարիք չկար մասսայական ռեպրեսիաներ անի ընդդիմության հանդեպ։ 26 թվականին, քանի որ իր ընտրազանգվածը մոտավորապես 250-ից 300,000 50,000 ավելացնում եմ նաև այդ Արման Բաբաջանյանի, Գուրգեն Սիմոնյանի, Արամ Զավնի Սարգսյանի ձեներն եմ հաշվում տած։ Մոտավորապես 300,000 մարդ կա, որոնք ապրում են եւ մտածում են այն պատկերացումներով, որ հիմա գործում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց կա ի տարբերություն 21 թվականի արդեն 600,000 երկու անգամ շատ մարդ, ով մտածում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ, ովքեր որ մերժում են կատեգորիկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այդ պարագայում արդեն եւ վարչական ռեսուրսի գործոնը եւ ընտրակաշառքի գործոնը դառնում է ճակատագրական իշխանության համար։ Այդ իսկ բայց քանի որ վարչական ռեսուրսը որ գումարենք դա դառնա Փաշինյանը մոտավորապես 450-ից 500,000 ձեն, իսկ դա բավարար չի հաղթելու համար, իր համար ընտրակաշառքի գործոնը դառնում է արդեն ճակատագրական։ Բայց հաշվանդրելով այն հանգամանքը, որ դիմացը կար նաև ընդդիմության մեջ կար նաև ուժ, որը ներկայացնում էր միլիարդատեր, որ ուներ նաև մեծ ռեսուրս եւ ինքը կարող էր այդ ֆունկցիան կատարել, իշխանությունը ինչ արեց։ Իշխանությունը փաստորեն այդ օրը չեզոքացրեց ընդդիմության գլխավոր ուժի, այսպես ասած մենեջերներին, որպեսզի իր մենեջերները հանգիստ կարողանան այն ընտրազանգվածը, որ պատրաստ է փողով ընտրել, իրենք կարողանան իրենց օգտին այդ ընտրությունը կատարել։ Եվ այդ օրը իրենք լավ վախեցած էին, որտեղ երաշխիք չունեին, որ իրենց դասօրինները կարող են չգցեն իրեն, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ վախը իրենց մեջ կար, եւ երբ որ իբա իրանք գոռում են ընտրակաշառքի մասին, իրանք հիմնական այդ ընտրակաշառքով իրանց այդ ընտրազանգվածը հիմնական 80%-ով իրենց է ձայնը տվել։ Իրենք են գնել այդ մարդկանց, բայց իրանք դա քողարկում են դա, գցում են ընդդիմության վրա, որպեսի ընդդիմությանը վարկաբեկեն, որպեսի լեգիտիմ չսարքեն ընդդիմությանը, որպեսի իրենց այդ սև գործը իրանք կատարել են, ծածկը դմփոց անեն։
Եվ զարմանալի անում են նրա մեջ, որ բազմաթիվ մարդիկ դա այդ կուտը ուտում են, եւ դա է խնդիրը։ Ինչով է դա պայմանավորված, որ երբ որ ուժը ունի վառ ընդգծված քաղաքական front office, իրան դա հաջողվում է իրականացնել։ Տեսեք, օրինակ, այսօրվա գլխավոր sparring partner-ի ուժեղ Հայաստանի քաղաքական front office-ը այդքան էլ լավ զարգացած չէ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Դրա համար իրենք կարողանում են այդ խնդիրը այնպես բարձրացնել, որ իբր իրենք են փաստացի պայքարում ընտրակաշառքի դեմ, նրանք էլ ընտրակաշառք տվողներն են, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդերը։ Մինչդեռ այն 300,000 մարդկանցից 80%-ը, մոտավորապես 250,000-ը հենց իշխանությունն է կարողացել դա անել։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենց 727,000 ձայնը օրգանիկ ձայներ են, այսինքն մաքուր ձայներ են, հա, իսկ ընդդիմության 540,000 ձայնը դրանք ընտրակաշառքի ձայներ են, չէ՞, այդ հարցն է տալիս։ Ես ուզում եմ հարց տամ մեր հասարակությանը։ Նախկին քրեաօլիգարխիկ վառ ներկայացուցիչներ Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Էրեբունի Մեհեր Սեթրակյանը իրենք օրգանիկ ձայներ են ապահովել Նիկոլ Փաշինյանի համար։ Կարծում եմ, որ այդ ռետորական հարցադրումը բոլորի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի այդ 727,000 ձայնի ընդամենը 250-ից մաքսիմում 300,000 ձայնն է օրգանիկ, մնացածը բոլորը կամ վարչական ռեսուրսով հավաքված ձայներ են կամ ընտրակաշառքով։ Այլ խնդիր է, որ ինքը, քանի որ իր ռեպրեսիվ ապարատը հիմնականում ուղղորդում է ընդդիմության վրա, ինքը այդ աղմուկը ընդդիմության վրա է նկատի, այնպիսի տպավորություն կա, որ ընտրակաշառքը հիմնականում շահկապված է ընդդիմադիր ուժերի հետ։ Իրականում ընդդիմադիր ուժերից Թաթոյանի ձայները գրեթե 100% օրգանիկ են, Բարգավաճի եւ Քոչարյանի թիմի մոտ 90% օրգանիկ են, ուժեղ Հայաստանի մոտ 80% օրգանիկ ձայներ են։ Այսինքն այնտեղ այդ մնացած գործոնը շատ չնչին դեր է կատարում, որտեղ իրենք չունեին այդ հնարավորությունը, որտեղ իրենք կաշկանդված էին հենց ռեպրեսիվ ապարատով։ Մինչդեռ այդ ռեպրեսիվ ապարատը պետական իշխող թիմի տասովշիկների նկատմամբ ուղղակի իրենց ձեռքերը ազատել էին, որ իրենք լայնորեն կարողանային այդ խնդիրը լուծեն, եւ իրենք այդ խնդիրը լուծեցին, դրա համար էլ իրենք կարողացան 727,000 ձայն ստանալ։ Հենց այդ դրա պատճառով էլ բազմաթիվ փորձագետներ, վերլուծաբաններ, սոցիոլոգներ չէին կարողանում հաշվարկել, թե ոնց ստացվեց, որ այս իշխանությունը կարողացավ այդքան ձայն հավաքել։ Այդքան ձայն հավաքեցին վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի ճանապարհով։ Այդ ընտրախախտումները, որ արձանագրված են, ընտրախախտումների մեջ աղմուկը մեծ է, բայց այդ ընտրախախտումները ֆորմալ թղթի վրա այն դերը չի կատարում, ինչպես որ մարդիկ պատկերացնում են։ Իրականում ընտրախախտումներ շատ են եղել, բայց դրանց տոկոսը համեմատած ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի անհամեմատելի է, եւ դրա համար էլ մարդիկ զարմացած չեն հասկանում, թե որտեղ են իրենց խաբել։ Մարդիկ ինտուիտիվ հասկանում են, որ իրենց խաբել է իշխանությունը, բայց չեն կարողանում հասկանալ, որտեղ քաղաքական էլիտան չի բացատրում մարդկանց, թե ինչ է կատարվել, չի բացատրում օբյեկտիվ պատճառով, որտեղ իրենք էլ ինչ որ իմաստով մի մասը էլի քաղաքական front office-ը թույլ է զարգացած, վերլուծական միտքը շատ թույլ է զարգացած, իրանք չեն կարողանում դա բացատրել, դրա համար էլ խոսում են վերացական ընտրակեղծիքների մասին, բայց առարկայական բացատրություն մարդկանց չեն կարող տալ։ Սա է ամբողջ խնդիրը, բայց իրականում ես նույնպես եմ ասում, այս ընտրությունները ֆունդամենտալ է կեղծված, շատ ավելի կեղտոտ ձևով է կեղծված, որովհետև դա այն կեղծիքն է, որը ի տարբերություն նախորդ իշխանությունների, նույնիսկ ընտրակաշառքը իրենք միայն իրենց համար են ապահովել եւ որպեսի դիմացի ընդդիմախոսները որևէ հնարավորություն չունենան գոնե այդ իրենց մասով օգտագործեն։ Իհարկե դա ամենամեծ հանցագործությունն է, ամենամեծ խայտարակությունն է, որը պետք է կեղտը մաքրվի։ Ցավոք սրտի այդ կեղտը մնացել է մեր հասարակության մեջ եւ մեր ժողովրդի սոցիալական ծանր վիճակով է դա պայմանավորված։ Բայց ես համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը, ես չգիտեմ այդ հաջորդ իշխանությունը երբ է լինելու, ինքը պետք է իր գլխավոր առաքելությունը պետք է լինի այն, որ այդ ընտրակաշառքի խնդիրը ֆունդամենտալ մաքրի մեր դաշտից, որովհետև այդ ընտրակաշառքի խնդիրը ինքը ոչ միայն բարոյալքում է մարդկանց, այլ նաև կեղեքում է մարդկանց, փչացնում է մարդկանց, ինքը փչացնում է ընտրական ինստիտուտը եւ ըստեյության թույլ չի տալի, որ երկիրը նորմալ զարգանա։ Սա ամենակարևոր խնդիրն է, ամենակենտրոնական խնդիրն է, որ մենք պետք է լուծենք։ Բռնաճնշումների այս կալանավորումների այս ամեն ինչի ֆոնին նաև շարունակում է կարանքի տակ մնալ Անդրանիկ Թևանյանը, կալանավորեցին Արմեն Աշոտյանին, տարբեր կալանավորումներ ենք տեսնում այս ամեն ինչով է։ Հիմա
փորձենք բացատրել, թե ընդհանրապես ինչ կատարվեց, ինչու իշխանությունը մինչև ընտրությունները գնաց այդ բիրտ ուժին, հա, բիրտ քայլերին գնաց։ Եթե նկատեցիք, ուրեմն հիմնական թիրախը դարձավ ԲՀԿ։ Ընտրություններից առաջ անսպասելի շատերի համար անսպասելի առաջի թիրախը եւ գլխավոր հարվածը իշխանությունը սկսեց հարվածել կոնկրետ ԲՀԿ-ին։ Անդրանիկ Թևանյանի կալանավորեցին շինծու մեղադրանքի անով եւ Ծառուկյանին սկսեցին մեղադրանքել նույնպես շինծու բաներով։ Շատ պարզ ժողովուրդ ջան, որովհետեւ տեսեք, մեր հասարակության մտածողությունը բաժանված էր երկու մասի։ Մի մասը Փաշինյանի կողմնակիցները խոսում էին խաղաղության օրակարգով, այս մի մասը խոսում էր հայրենասիրության գաղափարների օրակարգով։ Իրենք այդ ընտրազանգվածները իրար հետ չէին հատվում։ Եվ այդ իմաստով մի ընտրազանգվածը չէր խանգարում մյուս ընտրազանգվածին։ Բարգավաճ Հայաստանը Անդրանիկ Թևանյանի եւ Ծառուկյանի ջանքերով կարողացավ, այսպես ասած, չկողմնորոշված զանգվածի մեջ մի նիշա վերցնել, որտեղ այդ զանգվածը ըստեյության կարող էր ինքը այդ զանգվածի մեջ կարող էր լուրջ մակարդակի դերակատարում ունենալ, մանավանդ որ Բարգավաճ Հայաստանի ղեկավարի այդ մարզային այցելությունից հետո եւ Անդրանիկ Թևանյանի քաղաքային ընտրաշավի արդյունքում Բարգավաճ Հայաստանի վարկանիշը բարձրանում էր։ Ավելին կարող եմ ասել, իշտ է միգուցե սուբյեկտիվ թվա, բայց ես ուզում եմ օբյեկտիվ ներկայացնել, որ Բարգավաճ Հայաստանի առաջարկ Հայաստանի ծրագիրը անվտանգության իմաստով ամենատեխնոլոգիապես բացված կառույցն էր, որը խիստ նյարդայնացնում էր իշխանությունը, որտեղ այդ երաշխավորված խաղաղության ծրագիրը ըստ էության բացահայտում էր Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագրի ամբողջ փուչիկ լինելը, որովհետև Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագրում իրենց գլխավոր երաշխավորը Իլհամ Ալիևն է։ Պատկերացնում եք, այս մարդու պատկերացումների մեջ Հայաստանի խաղաղության գլխավոր երաշխավորը պետք է լինի Իլհամ Ալիևը։ Իր ծրագրի մեջ այդպես։ Բարգավաճ Հայաստանը կարողացել էր բացահայտել այդ խայտարակությունը եւ շատ իրատեսական ծրագիր առաջարկել, որը լրջագույն վտանգ էր սպառնում Փաշինյանի համար։ Փաշինյանը տեսնելով, որ իր վարկանիշը անկում է ապրում եւ ճիշտ հակառակը ընդդիմադիր ուժերի վարկանիշը բարձրանում է եւ հատկապես Բարգավաճ Հայաստանի վարկանիշն էր բարձրանում ընտրություններից առաջ եւ հասկանալով, որ ինքը անխուսափելիորեն գնալու է ընտրակեղծիքների, որպեսզի ինքը կարողանար այդ ընտրակեղծիքները հիմնավորել արևմուտքի համար, ինքը ինչ արեց, մանավանդ արևմուտքը պատրաստ էր։ Իրեն պետք էր մի հատ պատրվակ ձևակերպել, որ իբր Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է հայտարարել իրեն եւ ինքը այդ հիբրիդային պատերազմի դեմ պետք է պայքարի։ Հիշենք Բայդենի եւ Տրամպի այն ժամանակվա ընտրությունների ժամանակ, երբ որ Բայդենի եւ Տրամպի մեջ գնում էր կռիվ եւ Բայդենի ամբողջ դեմոկրատական կուսակցությունը մեղադրում էր Տրամպին, որ ինքը Պուտինի շպիոնն է, Պուտինի գործականն է։ Տրամպին այնքան մեղադրեցին, որ ամերիկյան հասարակության մի հատված սկսեց հավատալ Տրամպին եւ Տրամպը պարտվեց այն ժամանակվա 20 թվականի ընտրությունների ժամանակ։ Հետո արդեն մարդիկ հասկացան, որ դա խաբեություն եղել։ Հիմա արդեն Թուցի Գաբրդի շնորհիվ այդ որ արդեն հիմա հրաժարականը տվել, բացահայտվեց ամբողջ այդ մեծ կեղծիքը, այդ տեխնոլոգիան ոնց էր բացվել, որ Տրամպին փչացնում էին, որ իբր ռուսական շպիոն է։ Այդ նույն տեխնոլոգիան, որը կիրառվեց Միացյալ Նահանգներում, այդ նույն տեխնոլոգիան, որ փորձում են կիրառել նաև եվրոպական երկրներում, նույն տեխնոլոգիան, որ կիրառում էր Սաակաշվիլին, այդ նույն տեխնոլոգիան բարիզ բուն իմաստով copy-paste-ով դրեցին փորձեց կիրառել Նիկոլ Փաշինյանը, իսկ որպեսի դա իրեղեն երևա տեսանելի դառնա, իրեն պետք էր գաբության նոխաս, որ ասել տես Ռուսաստանի հիբրիդային պատերազմ է սկսել իր դեմ, դա համար պետք է ինքը կեղծիքներ անի, որպեսզի գոնե կեղծիքներով կանգնացնի այդ process-ը, եւ որպես փաստ բերում էր Անդրանիկ Թևանյանի օրինակը, որ իբթե Անդրանիկ Թևանյանը, այսպես ասած, ինչ որ քայլ է արել Ռուսաստանի օգտին, այնքան ծիծաղելի, որ ձևակերպել են, որ 2024 թվականի ապրիլի փակ նիստի ժամանակ ինչ որ մի լուր էր վերցել, ինչ որ չգիտեմ, բաներ վերցել եւ ինքը ինչ որ $622,000 տվեց, այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ իրենց թիմակիցները չեն հավատում դրան, որովհետեւ կարող եմ ասեմ, որ Հայաստանում փակ եւ գաղտնի նիստերից ոչ մի գաղտնի բան չի մնում լրագրողների համար, այնտեղ նույնիսկ $10 արժեք էլ չկա, որ բանը տան եւ ըստեղ այդ թատերական ներկայացումը սարքելը մեկ բանի համար էր, որպեսզի ցույց տա իր արևմտյան տերերին, որ տեսեք ինչ վտանգավոր վիճակի մեջ է ինքը, որ Ռուսաստանը ըստ էության մեծ գործիքակազմ է սարքել, ինքը FSB-ի անդամ դարձրեց Սամվել Կարապետյանին, դե Քոչարյանը, որ Պուտինի ինգերն է, դե արդեն շուտ բանից Պուտինի ինգերն էլ
Հիմա արդեն նոր թշնամի պետք է հորինվեր, այդ հորինվելը դրեցին Անդրանիկ Թևանյանի վրա։ Ինքը մեկ կրակոցով փաստացի երկու նապաստակ փորձեց սպանել։ Նախ եւ առաջ թույլ չտվեց, որ Բարգավաճ Հայաստանի թափանիվը մեծանա, երկրորդն էլ Անդրանիկ Թևանյանին ձեռք կալանավորելով ինքը փորձեց մի հատ իմիջ ձևավորել, որ ինքը պայքարում է ռուսական հիբրիդային պատերազմի դեմ եւ դրա համար էլ ըստ ինքը ծանր վիճակի մեջ պետք է ըմբռնումով ընկալել, որ ինքը կարող է եւ կեղծել ընտրությունները եւ ռեպրեսիայի դան եւ այլն եւ այլն։ Եվ զարմանալի չէր, որ կոպիտ ասած ընտրություններից մեկ օր առաջ նաեւ ձերբակալեց Արմեն Աշոտյանին։ Իդեպ ասեմ, որ եւ Անդրանիկ Թևանյանը եւ Արմեն Աշոտյանը փաստացի քաղբանտարկյալներ են, որովհետեւ ըստ էության երկուսի նկատմամբ պես շինծու մեղադրանքներ էր։ Անդրանիկ Թևանյանի պարզապես բախտը չէր բերել ճակերտների մեջ, որ ինքը նախկինում ոչ պետական պաշտոն ունեցել, ոչ էլ բիզնեսմեններ ունեցել։ Եթե բիզնեսմեններ եղել, եթե բիզնեսմեններ կմեղադրեին հարկերի թաքցնում, եթե պաշտոնյա կասեին ինչ-որ կոռուպցիայի մեջ, բայց Անդրանիկը, քանի որ նախկինում ոչ պաշտոն ունեցել, ոչ էլ բիզնեսմեն, իրեն չէին կարող ոչ կոռուպցիա դնեին, կպցնեին, ոչ էլ այսպես ասած հարկերի թաքցում։ Դա համար դրեցին պետական դավաճանության հոդվածը։ Սա ստիպված էր այդ հոդվածը դրվում, որպեսզի իզոլացնեին այդ մարդուն։ Բանի Արմեն Աշոտյանի բախտը ճակերտներով բերել էր ինքը նախկին պաշտոնյանու, դա համար ուրիշ հոդված դրեցին, որ կոռուպցիայի։ Սամվել իհարկե կեղծ էր։ Սամվել Կարապետյանի, քանի որ բիլիարդատեր այնքան հոդվածներ կարան հորինեն, որ հարցը դրա մեջ դե Քոչյանի մասին անգամ խնդիր չկա, այնտեղ այդ հսկայական բուկետ կարա դնել, էլ բանը, այսպես ասած, էլ մարտի 1, էլ չգիտեմ ինչ, բազմաթիվ, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այս մարդը այսպես ասած շարժվում է հետևյալ ստալինյան մոդելով՝ «Բիլ Բուչիլավեկ, ստատյա նայձոցը»։ Այսինքն իր համար կարևոր չէ թե ինչ հոդվածով պետք է, կարևորը որ այդ մարդուն դատել, փակել, իզոլացնել։ Եվ ինքը որպեսզի դա հիմնավորի արևմուտքի համար, ձևակերպում է, որ դրանք բոլորը ռուսական շպիոններ են կամ Ռուսաստանի մարդիկ են, որպեսզի դա իր ամբողջ այս կեղծարարությունն ու անօրինականությունները աչք փակի արևմուտքը, եւ ինչը դա կատարվում է։ Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում նշել, որ երբ որ արևմուտքը աչք է փակում այդ ամեն ինչի համար, երբ որ Հայաստանում ըստ էության ձևավորվում է բռնատիրական ռեժիմ, որովհետև այն բռնատիրական ռեժիմը, որ հաստատվում է Հայաստանում, դա աննախադեպ է իր բնույթով։ Ինչու՞, որովհետև տեսեք, նախկին 30 տարվա մեջ անենց չի, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է եղել։ Պայմանական ասած, այդ բանը դարաշրջանը կարելի ասել Հայաստանը միշտ եղել է կիսա հիբրիդային, կիսա դեմոկրատական, կիսա ավտորիտար ռեժիմ, այսինքն իշխանությունները ընտրական ցիկլերի ժամանակ փորձում էին, այսպես ասած, ամեն ինչ անել, որ իշխանությունը չփոխվի, ժամանակավոր այսպես ընդդիմադիրներին նեղում էին, հետո ցիկլը անցնում էր, նորից հանգիստ բան էին անում, այսինքն կար խոսքի ազատություն, խղճի ազատություն, բայց ընտրական ցիկլերի ժամանակ այդ սահմանափակվում էր եւ որպես իրենք կարողանային վերարտադրվեին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ֆունդամենտալ տարբերվում է նախկին իշխանություններից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն փորձում է սահմանափակել նաեւ խոսքի եւ խղճի ազատությունը։ Այդ իմաստով ինքը մաքուր ավտորիտար ռեժիմ է դառնում։ Մաքուր ավտորիտար ռեժիմ է դառնում, որովհետեւ այն ռեժիմը, որը փորձում է ոչ միայն ընտրական ցիկլով վերարտադրվել, այլ նաեւ փորձում է հասարակություն փոխել, ինքնությունը փոխել, ինքը չի կարող մաքուր ավտորիտար ռեժիմ չլինել։ Տեսեք, օրինակ, երբ որ նացիստները եկան իշխանության 33 թվականին, ֆաշիստները, որ Գերմանիայում եկան իշխանության, իրանք հայտարարեցին, որ իրանք նոր գերմանացի տեսակ են պետք է ստեղծեն։ Նոր գերմանացու տեսակը ստեղծելու համար իրենք պետք է սարքեին տոտալիտար համակարգ։ Այդ տոտալիտար համակարգի մեջ բնականաբար բոլոր մրցակիցները պետք է դառնային թշնամիներ։ Եվ դրա համար հռչակեցին, իրանք կոմունիստերին արգելեցին, հետո սոցիալիստներին արգելեցին, հետո լիբերալներին, հետո քրիստոնյաները բոլորին արգելեցին, բացի նացիոնալ սոցիալիստական կուսակցությունից, եւ դառավ միակուսակցական համակարգ։ Եվ նույնը կատարվեց բոլշևիկների իշխանության գալուց հետո։ Բոլշևիկները, որ եկան իշխանության, իրանք ըստ էության հայտարարեցին, որ նոր ռուս մարդու կերպար պետք է ստեղծեն, այդ ուղղափառ հավատացյալ կերպարից պետք է սարքեն անհավատ, անաստված ռուսի կերպար, որը կարող է ամեն ինչ անել։ Այսինքն սա նույնը անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, ասում է, ես պետք է նոր հայի կերպար ստեղծեմ, որը ինքը այն հին հայի կերպարից տարանջատվի։ Իսկ դրա համար անխուսափելի պետք է ինքը ձևավորի ամբողջական, ֆունդամենտալ, տոտալիտար, ավտորիտար համակարգ, որտեղ քաղաքական մրցակիցներ չկան, կան քաղաքական թշնամիներ։ Դա համար ինքը հայտարարում է իր բոլոր հակառակորդներին թշնամի, որոնց պետք է գնդակահարել, կախել, ոչնչացնել, բռնել եւ այլն եւ այլն։ Սա նույնպես եմ կրկնում, խրախուսվում է արևմուտքի կողմից մեկ պատճառով։ Արևմուտքը ունի նման փորձ,
ժամանակին Հիտլերյան Գերմանիային ինքը Մյունխենյան պայմանագրով խրախուսեց, որպեսզի մտածելով որ Հիտլերյան Գերմանիան կարող է ուղղորդել իր այսպես վտանգավոր ճանապարհը դեպի Ռուսաստան, այսինքն հակառուսական ծրագրերի շրջանակում էր որ նացիստներին, ֆաշիստներին այն ժամանակվա անգլիացիները, ֆրանսիացիները եւ ամերիկացիները աջակցում էին։ Ճիշտ է, հետո այդ իրենց քաղաքականությունը, այսպես ասած, իրենց դեմ դուրս եկա, բայց դա արդեն այլ թեմա էր։ Հիմա նույնը կատարվում է Հայաստանում։ Իրենք փաստացի աջակցում են եւ փաստացի Հայաստանում ֆաշիստական, բռնատիրական ռեժիմի հաստատմանը մեկ հույսով, որ այդ ռեժիմը կլինի հակառուսական բնույթի։ Սա գլխավոր խնդիրն է։ Հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը ըստ էության պետք է հասկանա, պետք է իրեն մի նոր Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիր, որը ինքը Ռուսաստանն էլ այն ժամանակ նացիստական Գերմանիայի հետ փորձեց առանձին պայմանավորվել, բայց դա իրան չփրկեց, որի արդյունքում Գերմանիան ի վերջո պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Հիմա այսպես ասած պետք է այսօրվա Ռուսաստանի իշխանության նոր այսպես ասած գործարքի կնքել Փաշինյանի հետ նոր Ռիբենտրոպ-Մոլոտով մոդելով այսպես ասած։ Դա արդեն իրենց խնդիրն է, եթե իրենք գնան այդ ճանապարհին, իրանք դրանից տուժելու են, իհարկե դրանից ավելի շատ տուժելու է հայ ժողովուրդը, բայց նույնիսկ եմ կրկնում, շահելու են միայն եւ միայն դրսի շրջանակները, միայն ամենամեծ տուժողը լինելու է հայ ժողովուրդը։ Բայց դա մենք տեսնում ենք, որ դեռևս պաշտոնական Ռուսաստանից չկա շնորհավորան կամ անդրադարձ այս ընտրությունների, երեք էլ արդեն Նարիշկինի մակարդակով խոսում են խայտառակ այս ընտրությունների մասին։ Ես հույսով եմ, որովհետև տեսեք, այսպես ձևակերպում ասեմ, որ եթե փաստացի Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում պահի, ապա իր հեղինակությունը հասարակության մեջ կբարձրանա, որովհետև այսօր մոտավորապես 300,000 մարդ անկեղծ հավատում է Նիկոլ Փաշինյանին եւ անկեղծորեն 600,000 մարդ անկեղծ ուզում է Նիկոլ Փաշինյանին փոխել։ Դրա արդյունքում Միացյալ Նահանգների եւ հատկապես Եվրոպայի վարկանիշը կտրուկ անկում է ապրում Հայաստանում եւ ճիշտ հակառակը Ռուսաստանի վարկանիշը բարձրանում է բացառապես այս պահվածքի արդյունքում։ Եթե Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը, ապա իր վարկանիշը նույնիսկ անկում կապրի։ Ինչպես որ ժամանակին անկում ապրեց Ղարաբաղի անկման ժամանակ։ Հիմա դա այսպես գնդակը գտնվում է ռուսական դաշտում։ Շատ կարևոր է, որ Ռուսաստանը ճիշտ քաղաքականություն վարի Հայաստանի նկատմամբ, ոչ թե պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ գազի, բանի, դա որտեղ դա ամբողջ ժողովուրդը կտուժի։ Ես կարծում եմ, որ պատժամիջոցներ պետք է կիրառի ռեժիմի դեմ, ռեժիմի մարդկանց դեմ եւ ռեժիմին սպասարկող բիզնես շրջանակների դեմ պետք է հատվածային, կետային պատժամիջոցներ կատարի, որպեսզի դրանով ինքը կազմաքանդի ռեժիմը, բայց հայ ժողովուրդը դրանից պետք է չտուժի, որտեղ եթե հայ ժողովուրդը տուժեց, դրանից կարծում եմ, որ ոչ մեկ չի շահի, ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը։ Շատ կարևոր է, որ այդ սկզբունքը բոլորը հասկանան։ Ես դրա համար եմ ասում, ես համարում եմ, որ դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև ալկոհոլային խմիչքներ, ծաղկի դա ընդհանուր առմամբ ոնց որ ամբողջական պատժամիջոցներ են, որոնք բոլորի վրա են ազդում եւ բոլորը դրական ասոցիացիա չի բերում։ Ճիշտ կլինի, որ նույնիսկ եմ ասում, որ այդ սանկցիաները կետային բնույթ կրեն, այսինքն կոնկրետ հատվածային բնույթ կրեն ռեժիմի ներկայացուցիչների, ռեժիմին սպասարկող բիզնես շրջանակների դեմ կրեն, այլ ոչ թե ամբողջ ժողովրդի վրա ազդի դա, ամբողջ բիզնեսի վրա ազդի։ Կարևորը, տեսեք, արևմուտքը ունի հարուստ փորձ։ Արևմուտքը երբևիցե ինչ-որ մեկի վրա պատժամիջոցներ է կիրառում, ինքը լավ ուսումնասիրում է եւ կոնկրետ իշխանությունների դեմ է աշխատում, ոչ թե ամբողջ ժողովրդի դեմ, որը ճիշտ է։ Հիմա Ռուսաստանը պետք է ինքը կարողանա այդ ուղղությամբ ճիշտ քայլեր կատարի եւ կարողանա տարանջատի այսօրվա իշխանությանը ժողովրդից, որտեղ բոլորի համար արդեն պարզ է, որ այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Եվ պետք է մենք ամեն ինչ անենք, որ այն բանը շատ երկար չտևի այս անջրպետը, բայց միաժամանակ նաեւ այս process-ի ընթացքում Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանի հետ բանը կապվածությունը Հայաստանի շատ խորն է։ Հայաստանը 21 միլիարդ այդ ապրանքաշրջանառության մոտավորապես 7-6 միլիարդը կոնկրետ Ռուսաստանի հետ է, եթե գումարենք դրան նաև Էմիրատների եւ Չինաստանի ուղղությունը, որի առյուծի բազել է ռուսական կապիտալն է, ապա ստացվում է, որ Հայաստանը ուղղակի կամ անուղղակի շահկապված է Ռուսաստանի հետ մոտ 60%-ով իր էկոնոմիկայով։ Այսինքն եթե Ռուսաստանը որոշի խոշոր պատժամիջոցներ, Հայաստանը կարող է շատ ծանր վիճակի մեջ հայտնվի, որի կարծում եմ դա ճիշտ չի լինի։ Դա համար պետք է մշակվի, դա միգուցե դժվար է, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ գերտերությունները կարողանան դժվար որոշումներ կայացնեն, խելոք որոշումներ կայացնել, ոչ թե ասենք Վեստանի պլանը։ Մենք տեսնում
Չէ, դա ես իրենք կոնկրետ խոսում են Հայաստանի գործող իշխանության։ Այո, դա դրական է, շատ դրական եմ գնահատում, բայց կարևոր է, որ դրա ազդեցությունը կրի այդ իշխանությունը ոչ թե ժողովուրդը դրանից չտուժի։ Դա ամենակարևոր խնդիրն է, Մարիամ, որովհետև նույնպես եմ կրկնում, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, երբ որ այդ պատժամիջոցները կիրառում են, իրանք շատ երկար մանրակրկիտ ուսումնասիրում են նույնն անում։ Դե այդ քառակուսիությունը դրա մալ Ռուսաստանը բոլոր տարիներում պարտվել է։ Պետք է վերջապես փոխել այդ մտածողությունը, մոտեցումը փոխել եւ ավելի ճկուն լինել։ Հիմա ես մի հատ ուրիշ բան էլ ասեմ, Մարիամ, տեսեք, ես մի շատ կարևոր խնդիր եմ, որ տեսեք, ես ուզում եմ խոսեմ առանձին վերցած այդ բռնաճնշումների վերաբերյալ եւ մարդկանց կալանավորումների վերաբերյալ։ Նման, տեսեք, ես մի շատ կարևոր բան ասեմ, տեսեք, նախորդ իշխանությունների ժամանակ էլ էին մարդկանց կալանավորում։ Նախորդ իշխանության ժամանակ էլ էին մարդկանց բռնաճնշումներ կային, քաղաքական ուժերին բռնում էին, բան էին անում եւ այլն։ Բայց երբևիցե Հայաստանում խոսքի եւ խղճի ազատության վրա բռնաճնշում չի եղել։ Հասկանում եք, եղել է քաղաքական ուժերի գործողության վրա բռնաճնշում։ Այսինքն եթե այս կամ այն քաղաքական ուժը կամ գործիչները ավելի կոշտ քայլերի են գնացել, այդ ժամանակ եղել բռնաճնշում։ Առաջին անգամ Հայաստանում բռնաճնշումը գնում է մարդու խոսքի վրա։ Ալեն Ղևոնդյանի օրինակը դա դասական օրինակներից մեկն է։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը, կամ Անդրանիկ Թևանյանի գործը, շինծու գործը, դա դասական բաներից մեկն է, մարդու վրա ոչինչ չկա, առարկան չկա, նույնիսկ մարդիկ չեն հասկանում, թե ինչի հիման վրա են այս մարդուն մեղադրում։ Հասկանում եք սա, ու ես ուզում եմ մի քանի հրետորական հարցադրում անեմ այս առումով Հայաստանում գործող իրավապաշտպան կառույցներին, Դանիել Հովհաննիսյանին, Արթուր Սաքունցին, Մորիս Նավասարդյանին եւ մյուսներին։ Դուք հասկանում եք, որ փաստացի, երբ որ Հայաստանում հաստատվում է նման ռեժիմ, այդ ռեժիմի տրամաբանական զարգացումը կարող է ռիկաշետով ձեզ էլ խփի, որովհետեւ եթե դուք փաստացի քաղաքական, գաղափարական պատճառներով դուք ըստ էության մի մարդուն աջակցում եք որպես բան, մյուսին չեք աջակցում, դա նշանակում է, որ դուք իրավապաշտպան կառույցից վերածվում եք քաղաքական, գաղափարական կառույցի։ Դա նշանակում է, որ փաստացի դուք կորցնում եք ձեր հեղինակությունը հասարակության մեջ որպես օբյեկտիվ կառույց, որը պետք է պաշտպանի մարդու իրավունքները եւ ըստ էության թույլ չտա, որ Հայաստանում հաստատվի բռնա-ռեպրեսիվ համակարգ։ Ես ուզում եմ հիշեցնեմ ձեզ, որ երբ որ Ստալինյան ռեժիմի ժամանակ Բերիայի ռեժիմը հաստատվեց եւ տրոյկաներով մարդկանց կալանավորում էին, ապա առաջի հարվածը հենց ռեժիմի ներկայացուցիչները ստացան։ Յագոդան եւ Եժովը, որ ՆԿՎԴ-ի ղեկավարներ են, իրանք ամենակեղտոտ գործը իրանք են կատարել, որտեղ հետագայում իրանք եւ իրանք թիմերը գնդակահարվեցին։ Հետո եկավ Բերիան, Բերիայի հետո ինքը ավելի հանդարտ պայմաններում գնաց։ Ես ինչ եմ ուզում ասեմ, որ ցանկացած կեղտոտ ռեժիմ ի վերջո երբ որ դու սկսում ես հետապնդել իր քաղաքական գաղափարական հակառակորդներին, մի պահ ինքը կարմիր գիծը անցնում է եւ ըստ էության ինքը սկսում է վնասել նաեւ այն մարդկանց եւ այն շրջանակներին, որոնք երբևիցե իրենց քաղաքական հակառակորդները չեն եղել, որտեղ տրամաբանություն է դա բանանում։ Եվ այդ իմաստով երբ որ դուք փաստացի լռում եք եւ փաստացի Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի խնդիրները առանձին եք դնում եւ պաշտպանում եք միայն այն մարդկանց, որոնք ձեզ դուր են գալիս, ապա դուք կորցնում եք ընդհանրապես ձեր իրական դերակատարումը որպես մարդու իրավունքների պաշտպան եւ ըստ էության ես նույնպես հիմա հայտարարում եմ, որ առաջ է եկել իսկապես նոր Հայաստանում իրապես իրավապաշտպան կառույցի հիմնման գաղափար, իսկ կարևոր է որ Հայաստանում ձևավորվի վերջապես այնպիսի կառույց իրավապաշտպանության ոլորտում, որը իսկապես կարողանա վերկուսակցական, վերքաղաքական եւ վերգաղափարական կառույց լինի, որը կարողանա պաշտպանել օբյեկտիվ սկզբունքներով եւ իր հեղինակությամբ կարողանա ճնշել նաեւ հանրության եւ իշխանության վրա, որպեսզի այն process-ները, որ հիմա վտանգի առաջ է Հայաստանը, կարողանան կանգնեցնել, որովհետեւ եթե այդ process-ները չկանգնեցնեն, Հայաստանը ուղղակիորեն գլորվելու է 37 թվական։ Ես ասեմ, որ այդ ճանապարհը մենք տեսել ենք Սաակաշվիլիի օրինակով։ Սաակաշվիլիի ռեժիմի ժամանակ ինքն էլ այն ժամանակ հակադրվեց Ռուսաստանի հետ, բայց վերջում ինքը Վրաստանը միայն կորուստներ ունեցավ։ Դրա արդյունքում 35000 բիզնես կառույց ոչնչացվեցին, 35000, եւ Սաակաշվիլի իշխանության ավարտից հետո ընդամենը 11000 բիզնես կարողացավ վերականգնել նախկին վիճակով։ 200,000 մարդ
անցան բանտերով, կապ չունի վկայի կարգավիճակով, կանոնավորված, ձերբակալված կամ չգիտեմ, բազում 200,000 մարդ անցան բանտերով։ Հիմա Հայաստանը այդ Ջեր Բանջարյանի առաջ կանգնած Հայաստանի մենք պետք է կարող ենք թույլ տալ, թե թույլ չտալ, թե որ այդ ճանապարհով գնա, որովհետև այն բանը process-ները, որ մենք տեսել ենք Սահակաշվիլիի ժամանակ, նույնը կարող է կրկնվել Հայաստանում շատ ավելի մեծ ողբերգական հետևանքներով։ Հաջիևը Հայաստանում է, պարոն Բոզոյան, խնդրեմ ես մասը։ Գիտեք, ես գիտենք այդուհանդերձ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոտք ձեռք ընկած իր խնդիրի 3-5-րդ ապահովել է ազգային ժողովում, որպեսզի այդ ադրբեջանական պահանջը սահմանադրության փոփոխությունն իրացնի, դե 300,000 ադրբեջանցիներն են դրան վրա։ տեսեք, հիմա ես այդ հարցին sense ձևակերպեմ, շատ լավ հարց տվեցիք, տեսեք, ինչ կատարվեց կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասով։ Շատ կարևոր մոմենտ է, որ մենք հասկանանք։ Ուրեմն, բացի այն բանից, որ այս մարդիկ բացացի ամբողջովին կեղծեցին ընտրությունները, բացի այն բանից, որ իրենք բացացի հսկայական կեղծիքների եւ ընտրակաշառքի ձևով կարողացան վերարտադրվել, իրանք տեսանելի նույնիսկ մակարդակով, այսինքն որ տեսանելի էր, որ արդեն թվերով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում էր 4%-ը, իրենք ամեն ինչ արեցին, իրենք մանեկան հաշվեցին, տեսնելով, որ ոնց կարելի է դուրս կրել Բարգավաճ Հայաստանին, ընտրեցին 2 ընտրատեղամաս, այդ 2 ընտրատեղամասը անվավեր ձևավորեցին այդ արդյունքները, ընդորում անվավեր ձևավորեցին այդ ընտրատեղամասում, որտեղ զինվորականներին եկել զինվորականներին է բերել էին իշխանությունը։ Այսինքն իշխանությունը ինքը փաստացի, այսպես ասած, զինվորականներին ուղարկել էր ընտրատեղամաս, ընտրությունների ժամանակ տարածքային հանձնաժողովը ձևավորել էր եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ բան չէր եղել, ոչ մի խնդրեմ չէր ունեցել, բայց քանի որ իրենց պետք էր որ Բարգավաճ Հայաստանի ձայները պակասացնեին 200-ով, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չանցներ, իրենք անվավեր հարեցին այդ ընտրատեղամասի ձայները։ Այսինքն ընտրատեղամասում մարդիկ գնացել են, մեկը քվեարկել է Բարգավաճին, մյուսը քվեարկել է Ուժեղ Հայաստան, մյուսը քվեարկել է Հայաստան, մյուսը քվեարկել է ԿՊ-ին, այդ մարդկանց ձայները դրեցին անվավերների մեջ, դուք հասկանում եք, այսինքն մարդու ձայները ինքը ուղղակիորեն մարդու ձայնի գողություն էր, եւ երբ որ ԿՀ-ի նախագահան հայտարարում է, որ այդ բանը վերաքվեարկություն չի լինելու, որտեղ դա էապես չի ազդել ընդհանուր ընտրության վրա, ապա ակնհայտորեն այս մարդիկ ինչպես որ խափում էին Ղարաբաղի մասով, խափում էին խաղաղության մասով, խափում էին բոլոր հարցերի շուրջ, հիմա այդ մարդը խափում է ստեղ, այսինքն դրա արդյունքում Բարգավաճ Հայաստանը փաստորեն չի մտնում խորհրդարան, չի ունենում 5 մանդատ, այդ 5 մանդատից 4 մանդատը ստանում է իշխանությունը եւ ինքը ասում է չի ազդել բանի ընտրության արդյունքների վրա, այսինքն ինքը ստանում է սահմանադրական մեծամասնություն, ինքը ասում է դա չի ազդում, սա ակնհայտորեն սևը sense ուղակի ակնհայտ, ասենքն բացահայտ այս մարդիկ փաստորեն խափում են, ել չեն լամաչում իրենց խափեությունից, բայց դրանից հետո իրանք ակնկալում են, որ ինչ-որ ուրիշ հարցերում մարդիկ կարող են իրենց հավատալ, ես կարծում եմ, որ ոչ։ Այսինքն առաջին անգամ նույնիսկ իրանք արդեն ոչ միայն քաղաքական լեգիտիմություն, նույնիսկ ընտրական լեգիտիմություն արդեն չունեն։ Այս քայլով։ Իսկ Հաջիևի գալը, այս քուրդում անմիջապես ինչու հենց Հաջիևը եկավ ընտրությունների։ Գիտեք, ես sense ձևակերպեմ, ես չունեմ ինֆորմացիա, թե կոնկրետ օրակարգ Հաջիևի այցի ինչն էր, բայց կարանք ենթադրենք, դե ես չեմ ուզում, ես ընդհանրապես աշխատում եմ զերծ մնալ տարբեր տիպի բամբասանքներից կամ դավադրության տեսություններից։ Ես մի բան գիտեմ, որ այս իշխանությունը այլևս չունի ներքին հանրային լեգիտիմություն, ինքը, ինչպես որ ժամանակին Գորբաչովը կորցրեց լեգիտիմությունը երկրի ներսում, ինքը կոմպենսացրեց իր լեգիտիմությունը կոմպենսացրեց դրսում, Գորբաչովին ավելի շատ հարգում էին Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրիտանիայում, քան սովետականությունը։ Հիշում եք վերջի տարիներին։ Հիմա Նիկոլ Փաշինյանին ավելի շատ փայփայում են Ադրբեջանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, քան թե Հայաստանում։ Հայաստանում հիմա բոլորը իրենց հատուցումն են պահանջելու Նիկոլ Փաշինյանից, որտեղ իրենք ասում են մենք քեզ աջակցել ենք, դու պետք է հատուցես Հայաստանի հաշվին։ Սա է խնդիրը։ Այն մարդիկ, որոնք են 300,000-ը գնացել են Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել, իրենք պետք է իմանան, որ իրենց մեղքի բաժինը կա, որ հիմա իրենց նաև պատճառով Հայաստանը հատուցելու է, Ադրբեջանին հատուցելու, Թուրքիային, Տրամպին, Ֆրանսիային։ Սա միանշանակ է։ Թե ինչ է լինելու այդ հատուցման մեջ, մենք կտեսնենք մոտ ժամանակներս։ Հիմա ես չեմ ուզում գուշակեմ, թե կոնկրետ որ քայլից հետո է լինելու, բայց այն որ պատառ են անելու Հայաստանը, դե համար պարզ է։ Արմուտքը արդեն պահանջում է, արդեն կոնկրետ պահանջներ է դնում, որ պետք է դու խզես կապերը Ռուսաստանի հետ։ Տրամպի պահանջը շատ ավելի սահմանափակ է, ինքը ասում է այդ տրիպի ծրագիրը պետք է շատ կյանքի կոչվի։ Ադրբեջանի պահանջը նույնպես հասկանալ է, տեսնել է, որ այս մարդը չունի ներքին լեգիտիմություն։
ինքը փորձում է կորզել իր շահերը, վերջապես Թուրքիային պարզ, այսինքն սա բոլորի համար պարզ խնդիր է, մենք այդ տեսել ենք բոլոր երկրների օրինակով։ Մենք ականատես ենք լինելու, թե այս մարդը ինչ զիջումներ անելու Հայաստանի հաշվին այդ բոլոր ուժերին, եվրոպացիներին, թուրքերին, Տրամպին եւ Ադրբեջանին։ Պարոն Բոզյան, տեսեք, ամբողջն է, չէ՞, կադրը, որպեսզի երևա։ Տեսեք, վերջին օրերին նիկոլական ալիքները բարձրանում են, որ Ուկրաինա է ուղարկվել 9500 հատ հայկական ծաղիկ, իսկ Լատվիա 5500։ Որպեսզի տնտեսական այս աղետի մասշտաբները հասկանանք, նշենք, որ անցած տարի Ռուսաստան է ուղարկվել 96.2 միլիոն հատ ծաղիկ։ Եվ այսօր փորձում են իրենք խաբել, թե տեսեք Եվրոպային արդեն ծաղիկներ արտանում եւ ուղղակի մի հարցել Իսրան ի հավելում։ Այսօր Կենտրոնական բանկի նախագահը կարծեմ հայտարարել նախ պետական պարտքը այլևս 15 միլիարդի կարգի է, լարսում իրավիճակը պահայությունները վտանգ վիճակում է, այսպես հաշվի առնելով այս սանկցիաները, ակցիսային հարկը շուտով բարձրանալու, այս ամենին հետ կապված, այսպես այս ամեն ինչի տակից ինչպես է հայ ժողովուրդը դուրս գալու։ Խնդրեմ, դուք միշտ եք տնտեսական խնդիրներին մանրամասն անդրադարձել, հայ միջազգային ասած գազի թանկացմանը պետք է սպասել ըստ էության։ Տեսեք, ես մի բան ասեմ, որ բոլորի համար պարզ լինի, էլի։ Ուրեմն Հայաստանի արտաքին առևտրաշրջանում 21 միլիարդ դոլար է 25 թվականի դրությամբ 21 միլիարդ, որից 7.6 միլիարդը Ռուսաստանի հետ է, որից 2.5 միլիարդը Չինաստանի հետ է, 2 միլիարդը Էմիրատների հետ է, որի 80%-ը ռուսական կապիտալով է պայմանավորված։ Այսինքն մոտավորապես Հայաստանի առևտրաշրջանային այդ բանի մոտ 60%-ը կապված է ուղղակի կամ անուղղակի կամ Ռուսաստանի հետ կամ ռուսական կապիտալի հետ։ Եվրոմիության հետ շրջանառությունը կազմում է ընդամենը 2.5 միլիարդ դոլար։ Միացյալ Նահանգների հետ 365 միլիոն դոլար։ Այստեղ այս թվերը արդեն ամեն ինչ ասում են։ Այս թվերի մեջ արդեն ոչ ծաղիկի մեջ կարող ես խաբել, ոչ պոմիդորի մեջ կարող ես խաբել, ոչ էլ կոնյակի կամ գինու մեջ կարող ես խաբել։ Տեսանելի, եթե Հայաստանը շարունակի այս տնտեսական քաղաքականությունը, Հայաստանը հայտնվել է այնպիսի կոլապսի մեջ, որ 90-ական թվականների էներգետիկ ճգնաժամը հայ ժողովրդի համար կուրորտ է թվալու։ Սա ես ուզում եմ ասեմ, որ մեր ժողովուրդը իմանա եւ իր համար հետեւություն անի։ Բայց այս ծաղիկների մասով, որ մենք կերակրում են իբր տեսեք Եվրոպային արդեն։ Նույնիսկ մենակ ծաղիկների մասին չի, դա ամբողջական ապրանքների, նույնիսկ եմ ասում 7.6 միլիարդ դոլար, 3 անգամ Ռուսաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ երկրները, դուք հասկանում եք ինչ է նշանակում։ Էլ չեմ ասում, որ ամենահանգուցային հարցերում, էներգետիկայի ոլորտում, գազի, բանի ոլորտում Ռուսաստանի հետ է։ Այստեղ անլուրջ է ընդհանրապես այլ բան քննարկել։ Անլուրջ է։ Հայաստանին պետք է նորմալ զարգացող հարաբերություններ Եվրոմիության հետ, միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերությունները։ Դա ալֆա եւ օմեգայի ցանկացած նորմալ մարդու համար։ Եվ այն մարդիկ, որոնք մտածում են, որ կարելի է կոմպենսացնել ռուսական շուկան այլ շուկաներով, այդ մարդիկ կամ ավանտյուրիստներ են, կամ խաբեբաներ են, կամ հիմարներ։